Սուրբ ոգի օծիր ինձ քոյուով Սուրբ ոգի օծիր ինձ քոյուով Որ պատմեմ դեր քո սիրո մասին Հալելույա Կոչվեմ զավակը Քրիստոսի Սուրբ ոգի օծիր ինձ քոյուով Սուրբ ոգի օծիր ինձ քոյուով Հալելույա Դեր մենք շնորհակալ ենք, որ դու այստեղ ես։ Ներկա ես մեր մեջ։ Կպատվենք, կհարգենք քո սուրբ ներկայությունդ մեր մեջ։ Դեր Հիսուս։ Մենք գիտենք, որ դու քո սուրբ հոգիով այստեղ ես։ Այս ժամերը դու ես ծրագրած Եվ ես հիմա գաղութեմ Հիսուս Քրիստոսի անունով այս երկի խոսքերուն համաձայն խնդրեմ բարձրացնես ձերքդ ընդունիս այս աղոթքը քեզի համար Քո զորությունդ դեր որ ամեն մտքեր է ես ազատ կարծակեմ ամեն մեկու վրա այստեղ ամեն մեկու դգարության մեջ քո զորությունդ դեր ունի վերականգնելու իշխանություն Եվ ես հիմա գհրճագեմ դեր քու սուրբ հոգու զորությունը ամեն մեկու վրա Դու գճանչնաս ամեն մեկուն կյանքը, ամեն մեկուն դգարությունները Եվ ես կխնդրեմ քու օծությունը, որ ունի զորություն ամեն լուծ գոդրելու այստեղ կա ամեն մեկու կյանքի վրա Հիսուսի անունով Բայց չի պավեր ամեն մեկու կյանքի վրա հաբա նաև ամեն մեկու ընտանիքի մեջ Թող հեղեղվի քո զորությունդ լուծեր գդրող օծությունդ ամեն մեկու կյանքի մեջ եւ ամեն մեկու ընտանիքի մեջ Քո զորությանդ եւ օծությանդ ամեն արգելք թող բաբանցվի մեր կյանքերեն Հիսուսի անունով եւ թող քո զորությունդ կա Տեր Աստված Ժամանակն է եւ ժամանակը արդեն անցած է որ քո զորությունդ հեղեղվի երևելի դառնա մեր կյանքերում մեջ մեր դուներու մեջ Հիսուսի զորավոր անունով Ամեն դգարություն է բարձր է քո զորությունդ մեր Աստված Փառք քեզ Ընդունիր Տիրոջ զորությունը Ասե ես կընդունիմ Տիրոջ զորությունը Իմ կյանքի մեջ Ամեն դգարություններուս մեջ Կընդունիմ Տիրոջ զորությունը Եվ Տիրոջ զորությունը վեր է Բոլոր իմ դգարություններես Հիսուսի անունով Հիմա ամեն դգարությանս վրա գխոսիմ Տիրոջ զորությունը Հիսուսի անունով Հավատացի անորամար խոսեցա Եվ քրված է Ինչ որ կհավատամ իր կամքի համաձայն կդրվի ինձի Ուրեմն ես Հիմա զորավոր եմ Տիրոջմով Հալելույա Ամեն Ամեն Հալելույա Ամեն Աստված օրհնե բարոյական խումբին Դու եկել ես որովհետեւ Աստծո խոսքը ստանաս Ուրիշ հարցում հարցնեմ ուրիշ ծևով հարցնեմ Եկել ես կյանքիդ մեջ ինչ որ բան սորվելու եւ փոխելու Ամեն Թմրած ես թե մեկ հատ ձերքդ վեր գելլե մեկ հատ անենայեմ Ամեն Ով գարտացել է այդտեղը որ ժողովողի մեջ կսե արդեն սկսանք այսօրվա խոսքը Ով գարտացել է այդտեղը որ ժողովողի մեջ կսե լալու ժամանակ կա Գարտացել եք լալու ժամանակ կա Եվ գիտես ճիշտ է թե ոչ լալու ժամանակ կա Դարբեր կյանքի իրավիճակներ, դարբեր դեպքեր, բայց քեզի բան ասեմ։ Այդ քրվածին շարունակությունն ագա։ Հետո քրվերը խնդալու ժամանակն ալգա։ Ադորամար քեզի ասեմ, եթե լալու ժամանակ գա, ադիադանք չի մնար, խնդալու ժամանակ ալգա։ Ամեն։ Բայց ես քիչ առաջ ոստեղը բամը մտածեի, որ թշպախտապար, շատ ժամանակ մինչև չիլաս չես խնդար,
Դժբախտաբար։ Քանի որ ադեններ մինչև չկսվի երեսը չես հասկանար, որը սես ախալաս բեք չեն եմ ադիգա, հետո կխնդաս։ Բայց սիրեներ, խնդալու ժամանակը գա, ուրախանալու ժամանակը գա Աստծո մեջ, եւ եթե գա խնդալու ժամանակ եւ ուրախանալու ժամանակ, ուրեմն ելք գա ամեն մեկ հարցի համար։ Ամեն։ Իմ սրտանց աղոթքս է, որ այստեղ եթե մեկը գա, կամ մեզի դիտողներում մեջ, որ դրտմության մեջ գաբրի իր կյանքը։ Նայեցեք, շատ մեծ տարբերություն կա, որ ինչ որ հարցի պատճառով 1 օր, 2 օր դրտմիս։ 1 շաբաթ, չեմ գիտեր, հարց մը գա, դրտմած ես, նեղված ես, նորմալ է։ Բայց եթե դրտմության մեջ գաբրիս կոր, ադիգա հարց է։ Աստծո գամքը չէ, որ թուն դրտմության մեջ աբրիս, շարնագողական ձևով։ Աստծո գամքը չէ, որ դխրության մեջ աբրիս շարնագողական ձևով։ Նորեն գսեմ, մարդես կրնաս բահիդակ, նեղվիլ, դրտմիլ, փայց, ադանք մնալը Աստծո գամքը չէ։ Ամեն։ Բայց այսօրվա քարոզը Աստծո հետ կապ չունի։ Ասիկա սրտանց խոսք էր, որ ուզեցի իսել ցեզի, եւ գիտեմ Աստծո մեզի դիտողներու մեջ էլ մարդիկ կան, անպայման։ Սիրեներ, այսօրվա խոսքին անցնենք, պիտի խոսիմ բաների մասին, որ Աստվածաշունչը շատ կխոսի ադոր մասին, բայց անցամբ Հիսուս Քրիստոսը շատ կխոսի ադոր մասին։ Ինչ է ձեր գարձիկը։ Հիսուս Քրիստոսը բամագա, որ ադոր մասին շատ կխոսի։ Ինչ է արդյոք։ Վտանգավոր բան է, եւ ես որ գսեմ շատ կխոսի զգուշացնելու համար։ Ամենաշատ որ գխոսի Աստծո արքայության մասին գխոսի Հիսուսը, ամենաշատ։ Բայց ադոր մասին չէ։ Բան մգա, որ շատ կզգուշացնե։ Հիմա եկեք գարտանք եւ գիտնանք ադիգա ինչ է։ Մեկ հատ երթանք 5 դագարան Եսայա 29։ Գխնդրեմ ամեն գետրոնացումդ Աստծո խոսքին վրա ալլա։ Գիտես հիմա ինչ ժամանակ է, հազիվ Աստծո խոսքը պիտի սկսենք, գսկսի միտքդ բաներ կալ, ասիգա, ադիգա, դու ինչ պիտնես։ Հիմա գետրոնացիր Աստծո խոսքին վրա։ Ամեն։ Ասանք չարը հիմա գուզե մտածես, վաղը, մույսորը, ատկորձես։ Հիմա բեք չունիս ադորտուն։ Հիմա տուն ինչի պետք ունիս Աստծո խոսքին։ Հիմա նայեցեք ոս ինչ գրված է։ Անոր համար դերը գսե։ Այս ժողովուրդը ինձի բեռնովը գմոդենա եւ զիս շրտունքներով գբադվե։ Բայց անոնց սիրտը ինձ մե հերու է ու ինձ մե ունեցած վախերնին մարդոց սորվեցուցած բադվիրանք մնե։ Համեմատությունն նայեցեք դուք։ Այս ժողովուրդը ինձի բեռնովը գմոդենա։ Ինչ է ձեր գարձիկը, ինչս էլ գուզե։ Այսինքն չէ բեռնով իր մասին գխոսիս, բեռնով իրեն անունը գուդաս, բեռնով նա ինչ կսե, շրտունքներով գբադվեզիս։ Բադիվալ գուդան գսե գորոստեղը։ Իրենց շուրթերով։ Բայց իրենց սիրտը ինձ մե հերու է։ Այսինքն Աստված հոսել գուզե գոր որ ժողովուրդը հոս հադուկ խոսի գոր Իսրայելի համար, ժողովուրդը գսե գոր փամը գխոսի գոր, բայց իրենց սիրտը դեղ մնե։ Եվ ոս վերջը գսե որ իրենց ունեցած վախերնին մարդոց սորվեցած բադվիրանք է։ Ասիալ կարևոր է, այսօր շատ օրենքներ կա, որ մարդոց միջոցով տրված է, եւ այդ օրենքներու բահելու համար մարդիկ ասանք վիճակի մեջ են, բայց ադիգա Աստծո հետ կապ չունի։ Ադի մարդու տրված օրենքն է։ Ինչու ասի գարտացի եւ ինչն էր այդ կարևոր բանը, որ Հիսուսը շատ կխոսի ադոր մասին։ Իմ գարձիկովս մեկը չի գիտցավ ինչ է։ Հիմա հոս ժողովուրդը մարդիկ բանիմը մեջ են, անուն մգա, պարմն է ինգա։ Պարմն է, ինչ? Ճիշտ է։ Տամարը գիտցավ կախնիկը։ Գեղձավորություն։ Ըստ եղածին գեղձավորություն կա։ Որտեւ գսե ծեր շուրթերը բեռնով ինձի կբադվեք, բայց ծեր սիրտը ուրիշ տեղ է։ Այսինքն մեկ խոսքով, մեկ բառով, ով ժողովուրդ գսեոս, դու գեղձավոր եք ասպարակային։ Որտեւ ինչս էլ է գեղձավոր, չէ, գեղձ։ Այսինքն բամը որ գերեվի ադանք, բայց ադանք չէ, գեղձ է։ Ֆեյք է, չէ։ Հիմա երկրորդը նոր գդագարանեմ որ պիտի գարտամ,
Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ առաջին խոսքն է։ Նայեցեք ինչ կսե։ Հիսուսը կզգուշացնե իր աշակերտներուն։ Այն միջոցին, երբ փյուրավոր ժողովուրդներ վրան ժողվեցան, գրեթե մեկս մեկ գգոխեին։ Ըսավ իր աշակերտներուն։ Ամենեն առաջ դու ընդհանրապես բանը մտի զգուշացնեսն է, ամենակարևոր բանեն զգուշացնես առաջինը, չէ՞։ Ըսա ծևեն հայտնի չէ, որ գսե ամենեն առաջ ասիկիցեք։ Այսինքն շատ կարևոր բանը մգուզեմ զգուշացնեն ցեզ Հիսուս ոսկսեգոր, որու իր աշակերտներուն։ Ամենեն առաջ ինձիտնիդ զգուշ բահեցեք Փարիսիներուն խմորեն, որ է գեղձավորություն։ Գեղձավորություն։ Եվ Աստծո խոսքով մենք այսօր կտեսնենք, որ Հիսուսը գսկուշացնե իր աշակերտներուն, այսինքն գսկուշացնե մեզի այսօր գեղձավորություն է։ Սկուշանալիք բան է գեղձավորությունը։ Եվ ես կհավատամ, որ Աստված գուզե որ իր ժողովուրդը ազատ լա ամեն գեղձավորություն է։ Դու կսկացիք ինչպիսի վտանգավոր բան է գեղձավորությունը, ինքը գրնա չերևիլ։ Գուզեմ լավ հասկանաք։ Ինքը գրնա չերևիլ։ Համացայն առաջին համարին Եսայա Ադերեն գտնանք, որ գեղձավորությունը գրնա ագնհայտ լա։ Ադորամար վտանգավոր է ավելի։ Համացայն է դες, որ ամեն ինչ, որ չերևիր, բայց գա, ավելի վտանգավոր է։ Կան այն բանը, որ գերևի, չէ, արդեն քանի որ գերևի գոր գսկուշանաս, գտեսնես, չես մոդենար եւ այլն։ Բայց ամենավտանգավորը այդ է, երբ որ դու չես գիտեր, ամենավտանգավորը այդ է, երբ որ ինքը գա, բայց չերևիր գոր։ Եվ գեղձավորությունը այդպիսի բան է, որ գրնա լալ, բայց լման ուրիշ բան երևիլ։ Արդեն անունը վրա է գեղձ։ Ինքը ուրիշ է, ուրիշ կծնա գոր։ Ադորամար սիրեներ շատ կարևոր զգուշացում է ասիկա։ Բիդի իրար հետ խոսենք սերդենք Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 25-րդ խոսքը։ Ով որ Աստվածաշունչ կգարտա, շատ լավ գիտե, որ Հիսուսը շատ գխոսի Փարիսիներուն գեղձավորության մասին։ Բայց օրինակներ կա որ գուտա, ադոնց մեծ սորվելիք բաներ ունենք։ Այսինքն հիմա ես եթե քեզի իսեմ լսե, սիրելիս, մի լար գեղձավոր։ Գամ զգուշացիր գեղձավորությունը։ Երկու բան կա, չէ, օրինակ, գրնամ ասել լսե, եթե գեղձավորություն կա սրդիդ մեջ, գխնդրեմ։ Հրաժարվիր ատկե։ Գամալ քեզի գսեմ, լսե, մեր շուրջը շատ գեղձավորություն կա, զգուշ եղիր այդ վայրեսը քեզի ալ չի կա, օքեյ։ Բայց ասենք ընդհանուր զգուշացում չէ, ավելի նաև սորվելիք բաներ կա, քանի որ Հիսուսը բաներ կսորվեցնե գոր գեղձավորության մասին զգուշացնելու համար։ Գարտանք իրար հետ։ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ։ Չես գնար երվագայել ասկարոզին միջոցով ինչեր պիտի խոսեմ հիմա։ Հիմա կսկսի։ Վայ ցեզի։ Արդեն սկսած ծև աղավոր չէ։ Սկսած ծև աղավոր չէ արդեն։ Որովհետև երկու բան կա, մեկը երանի ցեզի, մեկը վայ ցեզի։ Ամեն ինչին որ երանի գսեգոր, այսինքն երանի քեզի։ Բայց ամեն ինչին որ վայ, այսինքն մեկ հատ գեցիր մտածի ադոր մասին։ Ասանք մեկ հատ գեցիր, ադանք բան է վայը, չէ՞։ Եվ սողը Հիսուսն է։ Սողն է կարևորը, չէ՞ ով է։ Հիմա ամեն մարդ որ քեզի վայս է, սկուշ եղիր ամեն մարդու վայը մտիկ չնես։ Բայց եւ որ Հիսուսը երկու ականջները լավ բաց ад վային։ Ամեն։ Սկսենք։ Վայ ցեզի։ Գեղձավոր թբիրներ ու փարիսիներ։ Սկսավ սորվեցնել, նայեցեք օրինակներով։ Որ քավաթին ուր է քավաթը։ Որ քավաթին ու բնագին դուրսի գողը կմակրեք։ Քավաթին նայելով լավ օրինակներով։ Քավաթին եւ բնագին դուրսի գողը կմակրեք, բայց ներսեն հապշտակությամբ եւ անիրավությամբ լեցուն են։ Գույր Փարիսի առաջ քավաթին ու բնագին ներսի գողը մակրե, որբեսի անոնց դուրսի գողն ալ մակուրելա։ Շարունակենք։
Մեկ հատ ուրիշ վայ մգահոս։ Վայ ցեզի գեղձավոր թբիրներ ու պարեսիսներ։ Որ գնմանիկ ձեպած կերեզմաններու, որոնք դուրսեն քեղեցիկ կերևնան։ Հեչ դեսերես քեղեցիկ կերեզման։ Հեչը սերես ինչքան թրամ թրերն ասոր։ Եղած է, չէ։ Իրական օրինակ է։ Որ գնմանիկ ձեպած կերեզմաններու, որոնք դուրսեն քեղեցիկ կերևնան, բայց ներսեն մերելներու ոսկորներով եւ ամեն գերբ բղզությունով լեցուն են։ Շատ ավոր օրինակ է, չէ։ Կերեզմանին մեջ գիտենք ինչ է։ Բայց դուրսեն շատ քեղեցիկ։ Հիմա շարունակեմ վերջինը եւ ադոր վրա խոսենք այլևս։ Նույնպես դուք օրինակներ տվավ հիմա մարդոց կսեգոր։ Նույնպես դուք դուրսեն, ասե դες դուրսեն մարդոց արդար գերևնակ ու ներսեն նա ինչ կլագորոս նայր դուրսեն ներսեն որ մեկի երևելի գոմն է դուրսը չերևելի գոմը ներսն է դուրսեն արդար գերևնակ ու ներսեն գեղձավորությամբ եւ անորոնությամբ լեցունեք այո ամեն Հալելույա ամեն սիրեներ Ինչ է քու գարձիկդ մտածելու դեղ դվող բաները չէ քու գարձիկովդ բաներ են չէ որ պետք է զգուշանալատ կե Հիմա ասեմ ինչու որովհետև սիրեներ այսօր այն բաներում մասին որ մենք խոսենք որ գրնալ տուն հերու ես այդ ամեն ինչեն բայց քու շուրջդ այդ ամեն ինչը շատ կա Այսինքն գուզե աստել քու վրա այդ ամենը Բայց նաև գրնալ այսօրվա իմ խոսքեն գրնալ բաներ բռնեսկու մեջդ ադիալ լավ է քեզի համար Անգեղծ բան մը խոստվարեմ ցեզի ասեմ որ ամեն բան ասել չէ տուն նկատի ունենալով գնես Շատ բաներ կա Բարձավես անանք մեծերես Անանք լսերես, անանք դեսերես եւ այդպես մեծերես Շատ բաներ կա տուն նկատի ունենալով գնես Չէ, ճիշտ է կամ ոչ Ադոր համար գեղձավորությունը սելով ինչ կուզենք կոր հասկանալ հիմա մենք Այսինքն հիմա հոստեղը չեմ գիտեր քանի հոգի կա Ես ասի գեղձավորություն Ամեն մեկդ ինչպես մտածեցիք գեղձավորությունը ինչպես կլա Ասեմ ձեզի ամեն մեկդ Քոնե Գրնակ մտածել այն թեփքերով որ դուք ապրերեք ձեր կյանքի մեջ Գամ տուն որ մեկումը գեղձավորությունը ռաձես հիշեցիր Գամ որ մարդիկ քեզի գեղձավորություններին հիշեցիր Ամեն մեկդ մեկ ծևով գրնակ բացատրել կամ ամեն մեկդ մեկ դեսանգույնեն գրնակ ասել Քանի որ իրական 100 դեսակ 1000 դեսակ բանի մասին գրնանք խոսել եւ ասել ասի գեղձավորությունը օրինակ չէ Այսինքն քիչ մը սահմանները շատ լայն է Բայց առաջին բանը որ հիմա պետք է գետրոնանանք ադոր վրա Ետ ելելով վեր առաջին խոսքին Պաստորեն մարդը Աստծո արջևալ եւ Աստծո հանդեպալ գրնա գեղձավորելալ Նայր Երկու դեղը գարտացինք եւ Հիսուսին խոսքերը մարդոց ուղված գեղձավորության մասին էր Բայց ինչու մեկ հատ չի գենտրոնանալ եւ մտածել ադոր մասին որ պաստորեն Եսայայի խոսքերուն համաձայն մարդը գրնա նույնպես Աստծո արջև գեղձավորելալ Գրնալ տունսես ինչպես Աստված ամեն բան գիտե ամեն բան կտեսնե այո Աստծո արջև ոչ մեկ բան չի գա որ քախտնի է ճիշտ է կամ ոչ ամեն բան գիտե Համաձայն ես դες որ Աստված գիտե քու ներսդ չէ Դեղ մը գրված է Հիսուսի մասին որ Ինքը մարդու չի խոսած գիտե իր ներսի ինչ կա Հիմա գիտնալով հանդերձ պաստորեն մարդը գրնա այնպես ապրիլ Աստծո արջև որ գեղձավորություն ունենա Հիմա մեկ անգամ են գրնաս մտածել որ հա գրնալ ալատ մարդիկ որ Աստծուց մե հերու են Ոչ Թեփքեր գա սիրելիներ թեփքեր գա որ տուն գեղձավոր ես կամ գրնաս լալ Ատնյութին մեջ Աստծո արջև բայց ոչ թե ընդհանրապես տուն գեղձավոր մարդ ես Աստծո արջև Գրնալը թեփը նյութը լավ որ տուն մեջը գեղձավորություն ունես Աստծո արջև
Պայման չէ այսինքն, որ դու ընդհանրապես գեղձավոր մարդ լաս, բայց նաև գրնալ լալ։ Որովհետև աս օրինակը շատ խորուն օրինակ է։ Եվ ես կմտածեմ Աստծո սիրտը շատ ցավցնող օրինակ է։ Ձեր շուրթերով գբադվեք ինձի, բայց ձեր սիրտը հերու է։ Իմ կարծիքով ավելի լավ էր ամեն ինչով հերու լալ, քան թե գեղձավորը լալ եւ շուրթերով ասել լավ բաներ, բայց քո սիրտը դեռ հետ չէ։ Գիտեք, ասանք մտածեցեք մեկ հատ գնմանի երկու մարդու, որ դու գիտես որ հիմա դիմացինը լավ խոսքեր կեզի գսեգոր, բայց ադոնք ամենը ինչ պիտես անունը թիր հիմա, ոս մեր բարերով մակուր հայրենով բոյա գնեգոր գսեք, չէ՞, օրինակ։ Հիմա ինչ պիտի տնես մեր քույրիկը գներգե գսեգոր։ Այո, հիմա ինչ պիտի տնես ադոր անունը չեմ գիտեր, բայց դու հասկացար։ Գրնալ դու գիտես որ ադոր մեջ բան կա մասլահա հայրենով շահակորձուն կա։ Արաբերենը սկսա սորվիլ հայրենը սկսա մորնալ։ Լեզուները չատնան է, դժվար գլա։ Ամեն։ Հիմա ինչ կսենք կորորդ։ Ինչպես կու դժվարիտ կուքա հիմա, ադի, հիմա որ քեզի սի, դժվարիտ կուքա, չէ, ասանք, կեցերես աչքիդ կնայ գորև։ Բարերը եւ իր սիրտը իրար գապ չունին, ադի լավ գիտես կոր։ Ամենաձանր բաժին արտենոն է որ գիտես կոր։ Մա չգիտնայերն է, գիծար լավ խոսքերով էս պիտ կար քեզի ասանք։ Երթալեն վերջաբիցեր, վա, ինչ լավ բաներ ասավ։ Բայց հարցը ոնե որ դու գիտես կոր իր խոսքերը եւ հոս ուրիշ են։ Ինչպես կու ձանրիտ եկավ։ Հաբա որչապ ավելի Աստծո։ Գիտես դարբերություն կա։ Մեկը որ քեզի անսահման սիրով գսիրե։ Մեկը որ իր միածին որդին չխնայեց քեզի համար։ Իրեն ավելի դժվարին գուքա եւ որ գիտեգոր որ հիմա աս ամենը գիծար օրինակ ցերքերը, բարերը գրված է որովհետեւ բադիվ գուդա ես ադոր հիման վրա գնեմ որ ինչ որ գնեմ որ ցեր շուրթերով գսե բադիվ գուդակ ինձի ատ բադիվ դալը ինչ է այլևս չէ լավ խոսքեր գրնալալ գփարապանես կոր բայց քո սիրտը հերու է գսեգոր ուրեմն առաջին վտանգ որը սկուշլանք որ մեր կյանքին մեջ ովևէ մեկ ադեն եւ ովևէ մեկ նյութի մեջ գեղձավոր չլանք Աստծո արչև, լանք թափանցիկ եւ անգեղծ։ Աստծո արչև, Աստծո հետ։ Եվ ես անգեղծ ասեմ ցեզի այսինքն իմ զարայության մեջ ադիգա գտեսնեմ, ադերներ գլա որ նյութեր գլա մարդոց հետ կխոսենք եւ վերջավորության գելլե նյութը որ կխոստվանի at մարդը գսե որ գիտես հովիվ at նյութով անգեղծ չէ Աստծո հետ։ Այսինքն դու գիտես որ չես բահեր իր վրա, բայց Գարձես թե կբահայր գոր, կամ գարձես թե ինքը չեր գիտեր գոր ադիգա, բայց գիտե։ Ադորոմար սիրերներ ապահովություն կբաճարե մեզի մեր կյանքին մեջ, երբ որ մենք անգեղծ ենք Աստծո հետ։ Եվ որ աղոթքի սենյակդ կմտնես, անգեղծ խոսիր Աստծո հետ։ Բարերդ եւ սիրտդ թող համապատասխան լան։ Թափանցիկությունը քու եւ Աստծո մեջ քեզի համար օրտնություն է, քեզի համար ապահովություն է եւ քեզի համար կյանք փոխվելու բանալի է։ Որովհետեւ դու անգեղծ ես քու արարիչի արչեւ։ Հարցը ադի չէ որ ինքը գիտե կամ ոչ, հարցը որ դու անգեղծ ես, ադի է հարցը։ Աստծո արչեւ։ Ադորոմար ասի թիվ 1-ն է սիրեներ։ Նախքան անցնենք մեր մասին խոսիլը։ Աստծո հետ անգեղծ էր։ Թափանցիկ, միշտ հիշե, նախքան աղոթքի մտնես հիշե ես Աստծո արչև անգեղծ եւ թափանցիկ պիտելամ։ Ամեն։ Եվ հիմա Հիսուս Քրիստոսին բերած մույս օրինակները, որ մարդոց համար խոսեցավ, ասելով որ սկուշ եղեք գեղձավորներ։ Հիմա եկեք ասոնց մասին մտածենք։ Քավաթին ու բնագին դուրսի գողմը գմակրեք, բայց ներսեն հապշտակությամբ եւ անարյունությամբ լեցունեն։ Ասանք եկեք ասենք չէ որ դուրսեն մաս մակուր է քավաթը եւ բնագը, բայց ներսեն աղդը մեջն է։ Գամ գսե գույր parեցի առաջ քավաթին ու բնագին ներսի գողմը մակրե, որբեսի անոնց դուրսի գողմն ալ մակուրելա։
Եվ հիմա Հիսուսը շեշտ գտնե մոդեցնելով նյութը ասելով սիրելիներ գսե թուրսեն դուք ցեզի մակրելով ներս աղդոտ ցկելով արդյոք ադիգա գեղձավորություն չէ պաստորեն գեղձավորություն է ադորամար Հիսուսը գսե ավելի առաջ ներսդ մակրե որ թուրսնալ մակուրլա պաստորեն օտոմատիկ բան մգա չէ եւ որ ներսը մակրվի ինքնաբերաբար թուրսնալ կմակրվի հիմա ասիկա բնագին բարակային չլար միան ներսը լվասն է բայց մարդուն բարակային անանգ է իրական որովհետեւ եթե ներսը սկսի փոփոխություններ կալ թուրսնալ սկսի փոփոխություններ կալ եւ հիմա չեմ ուզեր թեման շեղենք ասանք ներսի մասին խոսելով հիմա այսօր կխոսենք որ հadoop գեղձավորության մասին որ ներսը գեղձ լա բայց թուրսեն ուրիշ բան մծցնե warning կա գսեգոր Հիսուսը սկուշացեք ցանկացած նյութ ցանկացած հարաբերության մեջ ցանկացած գործի մեջ ցանկացած իրավիճակի մեջ ներսը մակուր թողլա եւ թուրսնալ մակուր թողլա ոչ թե թուրսեն ուրիշ բան մծցնես եւ ներսը ուրիշ տեղ է գսեգոր ատկե սկուշացիր ադի գեղձավորությունը եւ ինչու սկուշացիր գեղձավորությունը որովհետեւ գեղձավորությունը Աստծո արչեւ զզվելի է այսինքն հիմա խոսենք ադոր մասին որ ինչու որովհետեւ Աստված անգեղծ Աստված է եւ իր մեջ ոչ մեկ գեղձավորություն չի գա դու գիտես Աստված եթե հետ գեղձավորելար դու ինչ վիճակի մեջ կլայր ինչ ամենադժվար կյանքը գլար այսօր մենք շրջապատված ենք մարդոցմով որ գեղձավորեն բայց Աստված երբեք եւ դու կսկակ բոլոր անոնք որ Աստծո գժանշտան ասի լավ բիտ հասկանան դու կսկակ Աստծո անգեղծ լալը մեր հետ մեզ ապահովություն կուտա որտեվ դու գիտես իր խոսածը իր առաջնորդածը իր ճանապարհները եթե ինքը գսեգոր ասի լավ է քեզի համար դու գիտես որ ադոր մեջ գեղձավորություն չի գա ադոր համար ապահով կմտնես ադոր մեջ բայց որ մեգում այդ բանը միտամացայինից եւ գիտես որ մեջը գեղձ բաներ գա դժվար է շարունակել ճամփան ադոր մեջ ցանկացած հարաբերության մեջ ցանկացած կորձի մեջ չէ ցանկացած բանի մեջ որ դու գուզես որ համացայինիլ գիտնալով որ ադոր մեջ ֆեյք բաներ կան գեղձ եւ ով հիմա հետս համացայինը որ այսօր հարաբերությունները արդեն դժվարացած են այս վերնակրին պատճառով գեղձավորություն այսօր նորեմիցեմ այսօր հարաբերությունները մարդկային ցանկացած հարաբերություն ընտանեկան հարաբերություն ընկերային հարաբերություն ծառայողական հարաբերությունները կորձի մեջի հարաբերությունները մարդկային ամեն հարաբերությունները այսօր վախի եւ անապահովության մեջ են այս պատճառով գեղձավորություն ընկերական շրջապատը այսօր գասկածի մեջ է որովհետեւ գեղձավորություն կա նայեցեք գասկած գա պատճառի համար գեղձավորությունն է պատճառը այսօր գասկածները բարձրացած են իրար վստահելու պատճառը գեղձավորությունն է որովհետեւ այդ մարդը այդ հարաբերության մեջ կամ ինչ որտեղ գեղձավորության պատճառով այլևս չի գրնար որ գրնագը դեղը վստահիլ որովհետև գսեգոր որ հոնալ վստահեցա քանի որ գերևեր գոր լավ է բայց տանագը զարգավ գրնագես հարցը ադե որ վստահեցա քանի որ գերևեր գոր դուրսեն որ լավ է քանի որ գերևեր գոր ապահով է բայց մեր արդայդություններով աման ներսեն չդեսնես ինչելով արդեն ասնույթին ամենավտանգավոր բաժինը ասի է որ փամը գարձեցի փամը ելավ աս նախատասությանը յետևը գեղձավորությունն փամը գարձեցի փամը ելավ ադորամար այսօր Աստված երկու բան սիրելիներ գսկուշացնե իր եկեղեցին բոլոր դարտուն եք եւ գետրոնացած եք Աստված գսկուշացնե իր եկեղեցին հերու մնալ գեղձավորություն է
Եվ եթե գա հանել թափել գեղձավորությունը։ Որովհետև ամուր հարաբերությունները կգառուցվին անգեղծության վրա նաև։ Գրնանք խոսել սիրեներ հարաբերության մասին, սիրո մասին, մույսը, բայց այսօր նաև պետք է խոսենք անգեղծության մասին, թափանցիկության մասին, որովհետև գեղձավորության վրա հիմք չես կնար կառուցել։ Եթե ագառուցես, ադիգա շատ դժվար կլա։ Ադորամար այսօր սիրեներ, նայեցեք ինչու ասկան կարևոր է։ Որովհետև այսօր կարևոր է ասի մեր համար եւ մեր շուրջիներուն համար եւ մենք ուր որ ենք։ Ով գահավադա, որ Աստծո ժողովուրդը եկեղեցին թեր ունի այս աշխարհի մեջ։ Բաժին ունի այս աշխարհի մեջ։ Սելիկ ունի։ Ով հետս համաձայն է, որ այսօր Աստծո ժողովուրդը աշխարհի մեջ ինքը աղ եւ լույս է, ով համաձայն է։ Հիսուսը գսե։ Աղ եւ լույս է, ինչ որ բանը փոխելու, խավարը լուսավորելու, անհամ դեղերը համ դալու։ Ադորամար այսօր Աստված իր ժողովրդին հետ աշխատանք կնե, որովհետեւ իր ժողովուրդը նմանելով իրեն գալ քույն դան այս աշխարհին։ Քույն դան հարաբերություններուն։ Քանի ընտանիք կճանչնաս։ Քանի բարեկամ ունիս։ Քանի ընկեր ունիս։ Կորզիտ մեջ որու գիտես։ Ինչ անցավ մտքես ասի, հարաբերություններդ։ Տուն գիտես, որ իրենք որչա պետք ունին անգերց մարդոց։ Հետ եղեր է քո հետդ որ հետս եղեր է, որ մարդ մկա իր սիրտը բանա եւ հետո ադանք հանգստանա, որը սեպիտ բայթեի։ Ինչու մեկում չսիր, մեկում չեմ վստահիր։ Լսեցեք, at մարդուն ես կհասկնամ, որովհետև գաս խնդիրը, չի վստահելու խնդիրը։ Եվ at չի վստահելու խնդրին հետևը գա մեծ հարց գեղձավորություն։ Ամեն ժողովուրդ։ Հիմա, աս խոսքը որ գսե, որ դուք դուրսեն մարդոց արդար գերևնակ, ու ներսեն գեղձավորությամբ և անարյությամբ լեցունեք։ Հիմա նայեցեք ուր վիդերտա նույթը այսօրվա, հետաքրքիր դեղեր վիդերտա։ Ինչին միտի գաբենք, սպասումով եղիրա, մեկ at գարտանք առաջին Դիմոթեոս, 3-րդ գլուխ 5-րդ խոսք, աս գարտացազնես, բանիմը վրա պիտ գետրոնանանք։ Հիմա, իսկ եթե, գխնդրեմ եղբայրս կանավակ է, իսկ եթե, մեկը իր դան վերագացություն ընել չգտնա, ինչպես Աստուծո եկեղեցին հոգապարծու պիտի ելլա։ Գուզեմ լավ գարտաս ասի, նայր։ Ուրիշ բարերով ասանք կսե։ Եթե մեկը իրեններուն մեջ, ով են իրենները, ժողովուրդ, Հիսուս կսե իմիններեն մեր ժվեցա, ով են իրենները իր քաղաքը որ ապրեցավ, Նազարեթ, իրենները։ Հիմա, գսե եթե մեկը իր դանը մեջ, ուր դանը մեջ, ուր իրեններուն մեջ, ով է կուդունըտ, նայեցեք, չերևագայեց պաներ պիտ խոսենք հիմա, ով է կուդունըտ, կու ընտանիքըտ, կու մդերիմներըտ, այսինքն, ով է կու մդերիմներըտ, կեզինները, հիմա ասվածաշուն չոսկս է, եթե կեզիններուն մեջ լավ վերագացու չեղար, հաբա ինչպես Աստծոդան մեջ ըլլաս, ինչ սել գուզեգոր ոստեղը, նայր, լավ համեմադություն է միջ այդ Աստծո դունը որ գսեգոր, ինչու, որդև Աստծո դունը շատ կարևոր դեղ է, Աստծո դունը անունը վրան է չէ, Աստծո դունը, Աստծո դունը ասի չէ, չէ, այլևս բոլորս գիտենք, Աստծո դունը մենք ենք, իր եկեղեցին է, իր ծառայությունները, լավ համեմադություն է Աստծո դունը, ուրիշ համեմադություն ալ չի դարգոր, նայր, ձանր համեմադություն ու դարգոր, ավելի գա Աստծո դունը, եթե գսեգոր կեզիններուն մեջ լավ վերագացու չեղար, ինչպես լաս Աստծո դունին մեջ, ինչ սել գուզեգոր, որ, եթե կեզիններուն մեջ լավ վերագացու չես, մի խապերտուն կեզի, օտոմատիկլի
արդեն ուրիշին մեջ, նայր, ուրիշինին մեջ որոս կսեմ որ իրական ուրիշինը ով է ոս ասպարակային, Աստված։ Աստծոնին մեջ ինչպես լաս, ուրիշինին մեջ, այստեղ զարայոներ կան չէ, այստեղ Աստծո դունն է, և ամեն ինչ որ եկեղեցին մեջ գնեն զարայոները, ադի չէ զարայությունը միայն, զարայությունը սահմաններ չունի շատ լայն է, ամեն ինչ որ գնեք կոր Աստծո համար Աստված օրտնեց եզի, բայց աս համեմատական բանը նայեցեք ինձ ծանր է, եթե քեզիններում մեջ չեղար լավ վերագացու, ինչպես ուրիշինին մեջ, բայց ասպարակային, ինչպես Աստծո դունին մեջ։ Ինչ ձանր և կարևոր բան կա ոստեղը։ Ուրիշ բարերով Աստծո խոսքը հետևյալը գսեգոր։ Ինչ որ ես հոն, լսե ադի ես տուն, հոշես կնար։ Շատ հետաքրքիր է նայր։ Եթե հոն չի գրծար, ադի չես, հոսալ չես կրնարըլալ։ Այսինքն քեզիններում մեջ ով ես իրական տուն ադի ես։ Աստծո դունի մեջ ինչպես լավը լաս եթե հոն լավ չես, այսինքն ուրիշ բարերով գսեգոր գրնալալ հոն փորձես լավը լալ գեղձավորը լալ, բայց ադի տուն չես։ Տուն ով ես քեզիններում մեջ հայտնի գլաս։ Ավելի վիճեշտեմ կու դունիտ մեջ։ Վաու։ Գիտես ուր բիդդանիմ խոսքը, շատ հետաքրքիր դեղեր։ Մենք իրական ով ենք մեր բնավորությունով։ Գիտեմ մի հասկնակ լավ, խորում բաներ գասանք, ոստեղը մի հասկնայ հիմա։ Մենք ով ենք բնավորությունով։ Ով ենք որպես մարդ հարաբերության մեջ։ Իրական մերիներում մեջ ամենաիրականը։ Տուն ով ես իրական բնավորությունով, խոսած ծևովդ, մտածած ծևովդ, ամեն ինչովդ, քեզիններում մեջ ով ես իրական ադի ես։ Իսկ դուրսը, եթե ուրիշ ես, ինչպես հոնես, արդեն գեղձավոր ես։ Հիմա աս օրինակով։ Ընդանուր օրինակներ գուտամ գոր ձանր օրինակներ ագա, փափուկ օրինակներ ագա։ Եթե դունին մեջ գոշտ ես, ընդհանրապես, դուրսը նուրբ ես, մարդոց, իրականության մեջ դուն գոշտ մարդ ես, դուրսը նուրբ գեղձավոր ես, որտև դուն ով ես, պետք է ամեն դեղ այդպես լաս, գներես, բայց ընդանիքդ առաջինը արժանի է, որ իրենց հետ շատ լավ էլ լաստուն, աս արդայդությունը գուզե եսել, ծեր ընդանիքը, Աստված, ծեր ընդանիքը, առաջ Աստված, հետո ծերինները, եկեք իրար չի խապենք, օդարը կեզ առաջինը չէ կան, եկեք իրար չի խապենք, ադոր համար այսօրվա մեսեջը ասի գսե կեզի, եթե իրական ով որ ես հոս հիմա դունը թողալա, okay? Ով որ ես հոս, եթե դուրսը ուրիշ ես, ադի գեղձավորություն է, ուր հասավ խոսքը նայեցեք, կանի որ Հիսուսը գսկուշացն է գեղձավորություն են, at ամանի կավատի օրինակը որ գուդա չէ, դուրսեն ներսեն, հիմա ասիկա կարիմ սիրդը, սրդի մեջը, կարոզելու, որովհետև մենք մեր քույնը ամենաշատ գերևի այդ կոց տեղը ուր որ մերիններուն հետնենք։ Ադորամար աս խոսքը կնության դեղ գուդա։ Լսեցեք ժողովուրդ, եթե դուն միշտ դուրսը 32 ագրաներով ես, դունը միշտ ասանք ես, քու իրական ադի ես դուն, իսկ դուրսը միշտ դժվարության մեջ ես որ խնդաս, չեմ գիտեր ինչ կնես կոր, բայց ասի իսեմ գեզի գեղձավորություն է, օրինակներ են ասոնք հիմա, շատ օրինակներ գրնամ դալ, շատ կարևոր բաներ են ասոնք, եթե դունը բզդիգիտ հետ չեմ գիտեր ինչպես կվարվիս, բորալով գանչելով, բայց դուրսը գսես, դխաս, եգուր, լսեք գեղձ մի իլար, առաջ դունիտ մեջ հանդարդ խոսիր, հետո դուրսնան հանդարդ կխոսիս, ես ինչ սել գուզեմ որ լսեցեք, ես օրինակներ գուդամ որ անանք,
Թող դեր առաջնորդը շիտակ օրինակներ դամ որ։ Բայց լսե ինչ ասել գուզեմ գորոս ես հիմա։ Թուն որ գգարձեիր գոր նայր, բաներ գա քիչարաչսի, չես գիտնար որ ադի թունես։ Բայց գելես որ թունես եղեր, բամ մգա գեղձավորություն կյանքիս մեջ։ Հիմա այսօրվա խոսքը գրնալ քնություն է որ դեսնես։ Աս որ ես հիմա գսեմ գոր Աստծո հաջեցնող չէ։ Քանի որ Աստված գուզե առաջինը թուն դունիտ մեջ լավ վերագացու լաս եւ նաեւ ուր որ ես որբես Աստծո զավակ եւ որբես Հիսուս Քրիստոսի հետևորդ։ Ուրեմն գեղձավորություն որ գսենք որ ասանք շատ դուրս մինայր քիծար եւ թուն ասանք ինչ է գեղձավորությունը շատ մանրուկներ ունի իր մեջը։ Թուն գրնալ լուրջ ունիս բնավորությանդ մեջ գեղձավորություն կա։ Թուն իրական դունի մեջ լման ուրիշ բնավորության մարդ ես։ Թուրսը լման ուրիշ բնավորության մարդ ես։ Լսե ինձ իրականը ով ես գիտես հոն։ Ուրեմն այդ բնավորությունը գեղձավորության մեջ է հիմա։ Շատ կարևոր բաներ են ասենք։ Նայեցե Հռոմեացիս գիրքը ինչ կսե։ Ապշեցնող բան գսեն, այր, ապշեցնող բան։ 13-րդ գլուխ։ Նայր, սերը առանց գեղձավորության լա։ Չարեն զզվելով, բարին հարելով։ Առաջին հարցումը որ միտքս եկավ գիտես ինչ է։ Սերը առանց գեղձավորության, ինչու գրնալ սերը գեղձավորությունով։ Պաստորեն գլա։ Ինքը գերևի սեր, բայց գեղձ է։ Ադոնամար իրական, նայր, իրական սերը ամենաշատ քույնը գերևնա քու կյանքիդ մեջ, քու ընտանիքիդ մեջ։ Քեզի բան մսեմ, գուզես գիտնալ որ չափ համբերող մարդ ես, մի քններ կյանքիդ դարբեր ոլորտներում մեջ, քննե դունը։ Քեզիններում մեջ որ չափ համբերող ես, քու համբերության բաժակը դատչավ է։ Քանի որ քեզի բան մսեմ թուրսիններուն հետ, մեկ համբերեցիր, երկու, երեք, հետո սիր մեր բարերով աման բաբամ քուլխուսմը մնացվր, խալոս։ Բայց քեզիններն են, վիտամպերես, եւ վիտամպերես, ենորեն վիտամպերես, քեզիններն են։ Իրական քու բաժակը համբերության հոս է։ Վարվելագերբդ, խոսված սևդ, քաղցրությունդ, չեմ գիտեր։ Ով ես իրական հայլին արջև է։ Իսկ եթե, հիմա նայեցեք ինչ կնենք կորմենք, կնության եգերենք, բոլորս եսալ, ինչ որ հոս և հոս ուրիշ է, մեջտեղը գեղձավորություն գա։ Լսեցեք ժողորդ մեկ հատ կարևոր բան ասեմ։ Հիմա եթե դունի մեջ հարց եղավ, քեզ չեմ ասել որ քնա ամենտեղ հարցեր է որ գեղձավոր չլաս։ Ինչ գավ չունի ադի ասոր հետ։ Ես կխոսիմ որ ներսի մարդու մասին հասկացաք։ Կարոզելը պատասխանատվություն ունի, մարդիկ կրնան ինչեր ադի ադոր հետ կապ չունի։ Քու ներսի մարդու մասին կխոսիմ որ հասկացար, դու նով ես, բնավորություն, վարք, մտածելակերպ։ Ամեն մարդ քեզի ով գտեսնե եւ դու նով ես քեզիններում մեջ քնությունը, ասքնությունը գբացահայտե իրականով ես։ Գրնալ ամեն շրջապատդ քեզի քաղցր գիտե, քու ամենամոդիկներդ քեզի sorry, քիչ մը գոշտ գիտեն։ Քիչ մը սիվոր շիներվիս։ Տերևսալ գրնալ ասի։ Հիմա սիրեներ աս ամեն ինչու է։ Ոչ թե եկերեմ քեզի իշեցնելու տուն իրականով ես։ Ադի չէ իմ նպատակս։ Իմ նպատակս հետևյալն է, որ Աստված կգամենա, որ տուն ներսեն մակրվիս, դուրսենալ մակուր գլաս։ Ներսը փոխվիս եւ դուրսենա փոխված գլաս։ Սիրեներ, ձեր ընտանիքները առաջինը արժանի են, որ դուք լավ ամենալավ դեսագը լակցեր իրենց մեջ։ Ձեր ընտանիքը, ձերինները, լավ ընտանիքը սելով քիչ մը սահմաններն ալ դուրս ելեք։ Ձեր ընտանիքը եւ ասկականները, ասանք, հիմա իրենք արժանի են ձեր ամենալավ դեսագին առաջինը եւ բոլոր մարդիկ։ Ադոմար մի աբրիկ այդպես, որ ես հոսասեմ դուրսնալ ուրիշը։
Ով բամը գվերցնե գոր հասկանաք գոր չէ։ Իսկ աս մեսեջին ամենակարևոր բաժինը հետևյալն է, որ Աստված եկել է ասելու սիրելի ժողովուրդ, գեղձավորությունը վերցուցեք ձեր մեջ են։ Աս դեսանգույնեն նայեցեք հիմա նույնին հասկացաք, ուրբերին կարոզը։ Ասեր փուն շեշտը։ Որտեվ երկնքի եւ երկրի արչեւ ամեն բան Աստծո արչեւ հայտնի է, հասկացաք, ուր է որ մեր սրտերը։ Ադորամար այսօր ժողովուրդը, ես, թուն, ընտանիքները ուր գտնեն իրական փոփոխությունը առաջինը իրենց մեջ։ Նայեցեք ինչ ասի ժողովուրդները ասկը, եկեք ասանք խոսենք, ասկը փոփոխությունը գտնե առաջինը ամեն մեկի իր դունին մեջ։ Շրջապատդ իրական փոփոխությունը գտնե առաջինը, երբ որ դու կփոխվես ներսեն, արդեն դուրսեն։ Բամը ասեմ, անգեղծությունը նաև զորություն ունի։ Հիմա ինչ ասել ուզեցի ես գիտեք։ Չնայած որ մարդոց մեջ դու ուրիշ ես կան հոն, բդուղ չի դար պետք եղածին չափ, քանի ադի գեղձ է իրականության մեջ։ Եվ շատ մարդիկ գիտեն շատ մարդիկ ասի ընդհանուր օրինակներով կխոսեմ որ հեչ լսած եք որ մեկը մույսին համար գսե մինա իրա ասանք լավ լալուն գինին գզեզե հեչ լսեր եք ասանք հիմա շատերը խնդացին բայց գիտեք որ լալիք է ասի ինչ էր ասի հասկացաք ամեն ուն գիներուն էտ լավ է իր գինին գզեզե Այո, չի վախտանք շիդա գխոսել են։ Օրինակներ են ասոնք ժողովուրդ։ Ամեն ունետ քաղցր է, իր զավակներ ունետ գոշտ է։ Իրականության մեջ ինքը գոշտ է։ Ուրիշներ ունետ քաղցր է, ժամանակավոր։ Շատ աղավոր կարոզ է ասի, շատ։ Եթե հավնիս, բաներ կփոխվի կյանքիդ մեջ։ Ինչ հավնիս, գիտես կարոզը։ Քանի գրնալ չի հավնիս։ Ամեն։ Բարք Հիսուսին։ Խնդրեմ ամեն։ Ամեն։ Խնդրեմ բարոյական խումբը կա։ Ամեն։ Ամեն սիրելիներ։ Խնդրեմ ոտքի ելեք։ Աղոտ կնենք իրար հետ։ Աստված մեր օգնականն է, ով համաձայն է։ Աստված մեր օգնականն է սիրելիներ, աս ամենը որ խոհեցանք Աստված մեր օգնականն է։ Հիսուսը գսե ես չեք այս աշխարհը թադելու, բայց այս աշխարհը փրկելու։ Ինչու ասիսի գիտեք։ Ամեն ինչ որ լսեցիր, ադի ադորամարեր որ փրկվի քու ընտանիքդ, փրկվի քու անձդ։ Ինչ են փրկվի գիտես, գեղձավորությունն։ Աստծո խոսքը որ սիրով գարցակվի ինքը կբժշկե, ինքը կազատագրե, ինքը լույսի դակ կբերե ամեն բան որ մութի դակ է, մութի մեջ է։ Ինչ համաձայն չեք որ այսօր մենք մեր ընտանիքները եւ ընտանիքները այսօր մարդոց բեք չունին աս խոսքերուն։ Բեք չունին որ ընտանիքի անդամներ իրար արչեւ նստին եւ անգեղծորեն հարցի մասին խոսին։ Ժողովուրդ, գիտեք հարցերը ինչու գերգնան Որտեւ անգերց խոսակցություն չի գա շատ ժամանակ։ Հարցերը ինչու կշարունակվին։ Ընտանիքի մասին խոսենք որ եկեք հոմ մնանք։ Ընտանիքի մեջ հարցերը կշարունակվին, որովհետեւ անգերց խոսակցություն չի գա շատ ժամանակ։ Անգերցությունը ունի զորություն հարցեր լուծելու։ Որտեւ երկու անգերց մարդ աչք-աչքի գնային գսեն որ գնտունիմ Սխալեր Ավասիկ անգեղծության զորությունը Բայց հագարակը մտածեցեք երկու հատ նստեր են գարձես թե ամեն բան լավ է իրենց հետ դունի մեջ նույն Ինքը մույսին հետ կխոսի որ մույսին հետ երկու կգիտեն որ օքեյ չեն իրար հետ Երկու հատը գեղձ օքեյ են իրար հետ հիմա Մեկ ամիս է
Ավելի լավ է անգեղձը լաս, երեսը ձրես, մեկ հատ։ Ասես ես ասվիճակի մեջ եմ մակու էդդ։ Քան դե խնդաս։ Ասես ինչպես ես, լավ տուն ինչպես ես։ Լսե ինձի, անգեղձ եղիր, եթե երեսը ձրել ես կուքագոր իրեն, ձրե որ հարցերուն մասին խոսիս։ Մի ասանք բդդիր եւ մեկը չխոսիր գոր, ամեն մարդ լավ է։ Լսե ինձի, լավ չէ, ամեն մարդ։ Հարցեր կան։ Հասկացար։ Հասկացար անգեղծության զորությունը։ Ես քեզի կքաչալերեմ գոր, եթե երեսդ կուզես գոր ձրել ձրե, լսե ինձի։ Կնտալուս կսակ ուրախացակ։ Երեսդ եթե կուզես գոր ձրե, ինչու ձրե կսեմ գոր, լսե։ Անգեղծ եղիր ձրե, խոսիր, ասե հարց կա, հիմա չեմ գնար գոր խնդալ քեզի։ Կամ դե խնդաս, ինքն ալ խնդա, երկուքդ իրար վրա խնդակ։ Ասե աղոր էր։ Ավել լավ չէ։ Խնդանքոր, բայց գսկակ կոր չէ զորությունը, անգեղծության։ Ցանկացած հարաբերություն, անգեղծությունը հարաբերության գուտա կյանք։ Անգեղծությունը հարաբերության գուտա քույն։ Լսե ինձ մեր կյանքը քույնի պետք ունի։ Չոր սև բادرում մեջ չես կնար ապրիլ։ Քույները պիտի խառնես։ Աստված, այդ քույները դվող Աստվածն է։ Աստված քու հարաբերություններով համար քույն մը դվերը անուն անգեղծություն է։ Բռնե քույն դուր։ Քույն շունեցողներն ալ քույնը դեստեն նգահավնին։ Ադեններ։ Վնաս շունի, տուն եղիր կարևորը շիդակ դեղդ, ամեն։ Հալելույա։ Եկեք երկրբակենք, աղոթենք։ Սիրեներ։ Ադեներ դարօրինակ մտքեր գուկա։ Հիմա միտքս եկավ ասանք գիծար լսողներեն կամ հոս քիչ մսացնենք, քիչ մը ասանք կարծես մտածեի եւ դեսնեի ասանք հիմա պատրաստվողները վա գնայի երեսս ասանք Չորսի երեսը ձրե գիծար at լսեցեք ինձ սիրեներ ադի անգեղծության պատճառով եւ ոչ թե միննետի պատճառով Դարբերությունը սկացիք անգեղծ լալու համար եւ ոչ թե միննետ քալու համար մակուր այրենով միննետ որ at թիրքը չընդունիս հիմա որ ես արդեն մի ձրեի հովիվն ասավ ինքն է Եվ ամուսինը պամ մսեն է հովիվը ասավ Ամուսիննա գրիվի կուկա հովինքով Ինչ ժորդին գսորվեցնես կոր երես զրել Անգեղծության պատճառով Հասկացար Հիմա գրնալ քու երեսդ նուրբ է շատ տետև գզրի չեմ կիվեր ինչպես վիտ զրի Լսե ասի օրինագեր, օքեյ Ամեն Ամեն Շատ կարևոր է հոստեղի կորձողությունը նախքան թուրսել ժողովուրդ Եկեք երկրբակենք
Մեր երկնավոր Հայր, մենք սրտանց քո առջևդ գաղութենք Հիսուս Քրիստոսի անունով, այսօրվա խոսքին համաձայն գաղութեմ, որ դուն քո ժողովրդիդ մեջ են մեր կյանքերեն վերցնես երևելի եւ աներևելի ամեն գեղձավորություն մեր կյանքերեն մեր Աստված։ Առաջինը քո առջև եւ հետո մարդոց առջև մեր սրտերում մեջ ամեն գեղձավորություն Հիսուսի անունով թող խայդարակվի եւ դուրս գա։ Մենք ներողություն կխնդրենք քեզ մե ամեն գեղձավորության համար։ Եթե միտքդ կա ինչ որ բան որ գաբ ունի եւ դու գիտես ադի գեղձավորությունը, ադոր համար ներողություն խնդրի Աստծուց մե։ Ներողություն կխնդրենք քեզ մե մեր Աստված եւ կխնդրենք ներես եւ հերացնես ամեն գեղձավորություն մեր կյանքերեն։ Բաներ կգրնալ մանկություն են եկած մեր կյանքերում մեջ, բաներ կլա մեր որոշումով է, բայց այսօր թող Հիսուսի անունով քու օծությունը դեր զորությունով կա եւ կանթե ամեն գեղձավորություն մեր ներսեն Հիսուսի անունով ամեն գեղձավորության ոգի թող հենց հիմա ազատարցակ է մեր կյանքերը Հիսուսի անունով ազատարցակ է մեր դուները, մեր կյանքերը, մեր բնավորությունները, մեր մտածելակերպը, մեր հարաբերություններում մեջ թող անգեղծությունը լադեր Հիսուսի անունով եւ այս ամենը գնե քո հոգիդ։ Ես կխնդրեմ, որ քո հոգիով սորվեցնես մեզ իրանք անգեղծ եւ օրեօր աճինք անգեղծության մեջ մեր Աստված Հիսուսի անունով։ Հիմա Հիսուսի անունով թող ամեն գեղձավորություն հերանա մեր կյանքերեն։ Հերանա քո կյանքդ։ Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք քեզ Հայր երկնավոր։ Բարձրացուր սերկերդ ընդունիր այս օրտությունը։ Այս խոսքերը կհրճակեմ քեզի եւ քո ընտանիքիդ համար եւ քո սերունդներուդ։ Թող դեր օրտնե քեզի եւ բահե քեզի։ Թող դերը իր երեսը բարձրացնե քո վրատ եւ ողորմի քեզի։ Թող դերը իր երեսը բարձրացնե քո վրատ եւ խաղաղություն տա քեզի։ Թող մեր երկնավոր հոր սերը Հիսուսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր բոլորին է դլա։ Մտածածներդ օրտնված լաս, ելածածներդ օրտնված լաս։ Ցերքիդ կորձը օրտնված լա։ Հարաբերություններդ օրտնված լան։ Ծառայություններդ օրտնված լան։ Հիսուսի զորավոր անունով։ Դիրոջ ուրախությունը եւ խաղաղությունը, դիրոջ առաջնորդությունը, իմաստությունը, ելա քո կյանքի ամեն բնակավարներու մեջ, մտածածներդ, ելածածներդ։ Ասես ես օրտնված մարդ եմ։ Ես ուրախ մարդ եմ։ Դիրոջով խաղաղ մարդ եմ։ Հիսուսի անունով գմտնեմ եւ դուրս կուքամ։ Դիրոջ ողորմությունը կտեսնեմ։ Փառությունը կտեսնեմ։ Զորությունը կտեսնեմ։ Հրաշքները կտեսնեմ։ Բայց ամենակարևորը դիրոջ երեսը կտեսնեմ։ Հալելույա։ Ամեն։ Դու օրտնված մարդ ես։ Հալելույա։ Ամեն։ Սիրելիս ժամանակն է քո կյանքիդ մեջ Աստծո խոսքը քեզի համար համարցակ խոսիս։ Ժամանակն է Աստծո խոսքը համարցակ խոսիս քո կյանքիդ համար։ Քեզի ներուն համար։ Քեզ մեկ հալիկներուն համար։ Ժամանակն է։ Ամեն։ Ամեն, հալելույա։ Հալելույա։ Հիսուսն է կյանքը ու ճանապարհը